Եթե 23 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունից հետո ճակերտավոր չկռված պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը կամ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ երկուս Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր է բոլորային իրավիճակները, երբ որ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Այսինքն կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ 23 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Արցախի պաշտպանության բանակը ունեցել է շուրջ 250 նահատակության դեպք արձանագրված, առ այս պահը ընդհանուր առմամբ 33 մարդ անհետ կորածի կարգավիճակ ունի եւ իդեպ այդ մասով էլ որևէ էական աշխատանք իշխանությունը չի տանում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ մարդիկ պատերազմից առաջ 9-10 ամիս գտնվել են բլոկադայի մեջ, բոլոր առումներով խնդիրներով, էներգակիներից սկսած մինչև տարական էլեմենտար կյանքի ապահովման միջոցներ։ Դեռ չեմ խոսում քաղաքական այն հայտարարությունների մասին, որոնք ադրբեջանական հարձակման օրերին Հայաստանի իշխանություններն էին անում իրենց չմիջամտելու, որևէ կերպ չգործելու եւ ըստ էության դրանով նաեւ կանաչ լույս վառելով ադրբեջանական ագրեսիայի, իսկ հետագայում դրա լեգիտիմացման մասով, եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ չկա որևէ բանական մարդ կամ եթե կա նույնիսկ իրենց թիվը շատ ավելի փոքր է, որը ստեղծված իրավիճակում իրողությունները օբյեկտիվ դիտանկյունով չի կարողանում գնահատել եւ իր համար հստակ չէ, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ինչի են ուղղված եւ իրականում ինչ խնդիրներ են լուծում։ Շնորհակալություն։ Ազատություն։ Շնորհակալ եմ։ Պարոն Աբրահամյան, ձեր տեսակետն եմ ուզում իմանալ, վարչապետ Փաշինյանը հայտարարում է, եթե նոր սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից հանրաքվե կանեն, այս հայտարարության վերաբերյալ ձեր գնահատականն եմ ուզում իմանալ, եւ եթե սահմանադրության նախագիծը հասնի հանրաքվեի, դուք ինչ դիրքորոշում եք ունենալու, ոչի ճակատում եք լինելու։ Իշխող ռեժիմը առաջնորդվելով ադրբեջանական նախապայմաններով եւ թելանդրանքով նպատակ է դրել սեփական վերարտադրությունը ապահովելու ճանապարհին կատարել ադրբեջանական այդ թելադրանքը։ Հիմա հրապարակային առումով Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է ոչ թե հայ հանրությանը, այլ Բաքվին, որ ինքը ամեն գնով հասնելու է Ադրբեջանի կողմից ներկայացված դրույթների կատարմանը։ Կարծում եմ, որ շատ պարզ է։ Փաշինյանը երեք հայտարարեց, որ ես չեմ ասում արցախցիներն են փախել, ասում եմ Ղարաբաղի էլիտան է փախել, ինչպես կանդրադառնաք այս մտքին։ Գիտեք, Փաշինյանը արտաքուստ, որ մի հատ ինչ-որ պահի կարծես թե պատասխան էր գտել, դա իր ներողություն խնդրներ հրապարակային, թեև դրանից հետո հետևեց իր հետ աֆիլացված անձանց եւ նաեւ լրատվամիջոցների հարձակմանը, կոնկրետ մետրոյի միջադեպով, բայց ես առնվազն այդ մասով որոշակի լավատեսություն ունեի, որ գոնե այդ փուլում թեման այլևս չի շարունակվի, բայց գիտեք, կարելի է տարբեր փուլերում ըստ իրավիճակի գնահատել, թե փախուստի դիմացները կամ փախուստի դիմողները ովքեր են իրականում եղել։ Հայաստանի իշխանությունն է, որ քաղաքական իրավիճակից եւ կոնյունկտուրայից ելնելով փախչել է առաջին հերթին իր սկզբունքներից, իր մոտեցումներից։ Հենց մենակ այն հանգամանքը, որ նույն Արցախի հետ կապված Փաշինյանը 3 անգամ դիրքորոշում է փոխել 2018-ին հավաստիացնելով, որ իր մոտեցումները հիմնված են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման վրա, 19-ին ինքը Արցախը Հայաստան էր հռչակում համարելով, որ Արցախի ապագան Հայաստանի հետ է, իսկ հետո սկսեց հավաստիացնել մարդկանց, որ ճիշտ ճանապարհը դա Արցախի ադրբեջանացումն է։ Իդեպ մի զավեշտալի բան էլ այս մասով գրանցվեց
Կար մի ժամանակ, երբ որ հիշում եք տարբեր պաշտոնատար անձինք նույնիսկ վախենում էին Արցախ բառը արտահայտելու, այն մարդիկ, ովքեր Արցախ էին արտահայտում, հետո արագ իրենց ուղում էին, ներողություն էին խնդրում նույնիսկ Արցախ բառը օգտագործելու համար։ Նույն մետրոյում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ Արցախ ձևակերպումներ օգտագործում, բայց այդտեղ մեծ առումով խնդիրը որն էր Արցախի սահմանադրության մեջ Արցախի հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այդ հասկացությունները դրանք նույնական են եւ այս տեսանկյունից այդտեղ երկիմաց որևէ բան նույնիսկ չի էլ ստեղծվում։ Եթե վերադառնամ ձեր ասած ձեր հարցադրմանը, ապա գիտեք, երբ որ մարդը պարտվում է, երբ որ մարդու քաղաքական գծի կամ նրա քաղաքական ուժի քաղաքականության հետևանքը հազարավոր զոհերն են լինում, վիրավորները, անհետ կորածները, գերեվարվածները, տարածքային կորուստները, երկու ճանապարհ ունի, կամ ներողություն խնդրելու, հրաժարական տալու, սպասելու, թե իրավական ինչ պրոցեսներ կլինեն իր այս կամ այն գործողության հետ կապված, կամ անարդյունք պայքարելու, փորձելու ցույց տալ, որ ինքը ստեղծված իրողությունների եւ ողբերգության շղթայի հետ որևէ առնչություն չունի։ Փաշինյանը ընտրել է երկրորդ անարդյունք ճանապարհը, որը իրեն որևէ լավ տեղ չի տանելու։